Ես Մեսրոպ Մաշտոցն եմ, նա, ով Աստծո կամքով և մեր ժողովրդի հոգիների փրկության համար ստեղծեց Հայոց այբուբենը։ Ես տարեր փնտրեցի քարանձավներում և տեսիլքներում, ես իմ կյանքը նվիրեցի նրան, որ Հայաստանը գրի ու կարդա իր սեփական լեզվով։ Եվ առաջին դպրոցը, բառերի առաջին բնակավայրը դարձավ Ամարասը, այն վայրը, որտեղ աշակերտները առաջին անգամ աղոթքի ժամանակ վանկեր էին հորինում։ Այնտեղ յուրաքանչյուր պատ հիշում է Մագաղաթի շրշյունը, յուրաքանչյուր քար ներծծված է գիտելիքի լույսով։ Ամարասը այլևս մերը չէ։ Նրանք հանձնել են նրանց, ովքեր չգիտեն և չեն ուզում իմանալ մեր տարրերը։ Նրանք, ովքեր կրում են իմ անունը իրենց լեզուներով, բայց չեն կարող պաշտպանել իմ դպրոցի օռանը։ Նրանք դավաճանել են ոչ միայն ամրոց կամ հող, նրանք դավաճանել են հայերեն բառին, որովհետև այնտեղ, որտեղ մեր տարրերը ազատորեն չեն հնչում, այնտեղ Հայաստան չկա։ Ես վշտանում եմ ինչպես հայրը, որի զավակներին խլել են զոհասեղանից։ Դուք կորցրել եք Ամարասը, բայց ավելի վատն այն է, որ դուք կորցնում եք ամոթի զգացումս իմ աշակերտների առջև, ովքեր դարեր շարունակ այնտեղ սովորում էին տերունական աղոթքը իրենց մայրենի լեզվով։ Արթնացեք, նախքան իմ տարրերը ձեզ համար դառնան պարզապես քարի վրա փորագրություններ, այլ ոչ թե կենդանի կրակ։ Մի ստիպեք ինձ զղջալ ձեզ խոսքի պարգևը տալու համար։